Աշխատանք, զբաղվածություն, կենսաթոշակ, սոցիալական բնակարան։ Սրանք ոչ թե տեսական թեմաներ են, այլ առօրյա պայքարի մի մաս։ Հենց այս մասին է հեռանկար բանավեճի այսօրվա թողարկումը։ Մարդիկ այսօր խոսում են ոչ միայն քաղաքականության մասին, այլև առաջին հերթին իրենց կյանքի պայմանների։ Հեռանկար բանավեճում փորձում ենք հասկանալ, ինչպիսի սոցիալական քաղաքականություն են առաջարկում ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը եւ որքանով կարող են այդ առաջարկները իրական փոփոխություն բերել մարդկանց կյանքում։ Այսօր մեր հյուրերն են Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ներկայացնող Զարուհի Բաթոյանը եւ Հայաստան դաշինքը ներկայացնող Արմենուհի Գյուրեղյանը։ Շնորհակալություն Տիկնայք մեր հրավերը ընդունելու համար։ Մինչ մեր քննարկումը սկսել է, առաջարկում եմ դիտել մի տեսանյութ։ Սոցիալական ապահովության ոլորտը մարդկանց ամենից շատ հուզողներից է։ Ամեն օր հազարավոր քաղաքացիներ բախվում են թոշակների հաշվառման, նպաստների տրամադրման, աշխատանքային ստաժի հաստատման եւ սոցիալական այլ ծառայությունների հասանելիության դժվարություններին։ Այսօր կփորձենք պարզել ամենից շատ ինչն է անհանգստացնում մարդկանց, ինչ դժվարություններ են ունենում նրանք համակարգում եւ արդյոք կան լուծումներ, որոնք իրական փոփոխություններ կբերեն։ Հայաստանում սոցիալական ապահովության համակարգը վերջին տարիներին մի շարք բարեփոխումների է ենթարկվել։ Այդուհանդերձ սոցիալական խնդիրները շարունակում են մնալ քաղաքացիների ամենօրյա մտահոգությունների շարքում։ Սոցիալական խնդիրների հիմնականում աշխատանքն է։ Մարդիկ, որ նորմալ աշխատանք ունենան, եւ աշխատավարձն է, որ շատ ցածր աշխատավարձ է, մարդիկի վիճակի չեն այդ աշխատավարձով եւ ապրել, եւ կոմունալները վճարել, հիմնականում շատ ծանր վիճակի մեջ է ժողովուրդը։ Պաշտոնական տվյալներով երկրում կենսաթոշակ ստացողների թիվը մոտ 470,000 է։ Միջին աշխատանքային կենսաթոշակը կազմում է շուրջ 50-ից 60,000 դրամ, սակայն ապրիլի 1-ից 10,000 դրամով կբարձրանան կենսաթոշակներն ու նպաստները, կամ մինչև 10,000 դրամի հետ վճարի հնարավորություն անկանխիկ գործարքների դեպքում։ Բայց այդ 10,000-ն ինչ է, որ ոչ բանի չի օգնի, հացի հետ կարելի է ջուր առնել, ես խանութի ջուր եմ խմում։ Գրանի ջուր չեմ խմում։ Թոշակը քիչ է, չի բավարարը մարդկանց։ Բարձրացրեցին 10,000։ Նո էլի քիչ է։ Ինչքան լիներ։ Գոնե մի 70, 80։ Թոշակ ավելացրել են, հետ վճարները գալիս է։ Մենք էլ մարդու կնիկ թոշակ առում արդենք, այսպես ցերա տալի մեզ։ Բայց այդ բոնուսային գումարը, այդ ինչքան գումարը որ բավականացնի թոշակառուին։ Առևտուրն անում ես 20%-ը հետ է գալիս նորից։ Նորից ես անում, նորից է գալիս։ Մեկ այլ հաճախ բարձրաձայնվող խնդիր է աշխատանքային ստաժի հաստատումը։ Խորհրդային տարիներին աշխատած քաղաքացիները հաճախ չեն կարողանում փաստաթղթերով ապացուցել իրենց ամբողջական ստաժը, ինչի պատճառով նրանց թոշակները հաշվարկվում են ավելի ցածր։ Թեև թվայնացման գործընթացը շարունակվում է, համակարգում դեռևս կան բացեր, որոնք դժվարացնում են տվյալների ամբողջական վերականգնումը։ Խնդիրն ավելի խորն է երկրաշարժ տեսած Գյումրիում։ Երկրաշարժից հետո մեծամասամբ մարդիկ գործերեցին իրենց ստաժները, որտեղ գրանցում չկար, չէին գրանցե, աշխատողը գրանցում չուներ, այդ ձևի կորավ գնաց այդ 20-25 տարի։ Գյումրեցի Գևորգ Հարությունյանն է ամեն առավոտ ցախ է հավաքում, կեսօրին կտրատում, որ կարողանա թիթեղյա տնանքն անընդհատ տաք պահի։ Գևորգը տուն ունեցել է, կորցրել է երկրաշարժի ժամանակ։ 37 տարի անց դեռ իր սարքած տնակում է ապրում, կնոջ, տղայի, երեխայի սպասող հարսի ու 2 թոռների հետ։ Երևի պետությունը կսպասի, ես էլ մեռնիմ, որ ասենք հնություն չեղնի ես տան մեջը, նոր թազատում տան։ Գևորգի խոսքով ապրում են թոռներին հատկացվող 32,000 դրամ նպաստով, կնոջ կեսդրույք աշխատավարձով ու խոպանում գտնվող տղայի օգնությամբ։ Տանիքը կաթում է, կոյուղին ձմռան սկզբից խցանված է։ Ամեն ժամ տան 4 կողմերից ունեն անկոչ հյուրեր, առնետների տեսքով։ Մեկ ու կամ մենագորկ եղնեմ, խորատակ ենք։ Ծախ 4 տարավ ձագի։ Կառավարությունը հայտարարում է, որ քայլեր են ձեռնարկվում սոցիալական համակարգը բարելավելու ուղղությամբ։ Ներդրվում են էլեկտրոնային ծառայություններ, պարզեցվում են դիմումների գործընթացները։ Այդուհանդերձ անապահովության գնահատման համակարգը, որը որոշում է ընտանիքին նպաստ ստանալու իրավունքը, հաճախ քննադատվում է ոչ միշտ արդարացի լինելու համար։ Նպաստ տալիս են անտերին, տալիս են ախպերա սովածին, որ ինքը ընդհանրապես ինվալիդ է, ոտով ձեռով մեքենայով նպաստ է ստանում։ Ինչ Ճանաչում եք նման մարդ։ Դու լիքն են այ ախպեր շրջապատում լիքն են էլի։ Առաջ շատ կան, մի կարող մի քիչ քիչացել է, բայց դե լի կան էլի։
Փորձագետների կարծիքով իրական փոփոխության համար անհրաժեշտ է ոչ միայն ֆինանսական միջոցների ավելացում, այլև համակարգային մոտեցում, տվյալների բազաների ամբողջականացում, գնահատման մեխանիզմների վերանայում եւ քաղաքացիների իրազեկվածության բարձրացում։ Ի վերջո, սոցիալական ապահովության համակարգը շարունակում է մնալ այն ոլորտը, որտեղ յուրաքանչյուր փոփոխություն անմիջականորեն ազդում է մարդկանց կյանքի որակի վրա։ Տիգրան Հակիմյան, Հասմիկ Թումասյան, Սեյրան Հակոբյան, Վահագն Վարագյան, հեռանկար բանավեճ։ Հիմա մենք լսում ենք այն խնդիրները, որ բարձրացնում են քաղաքացիները եւ փորձելու ենք ձեր միջոցով ստանալ այդ պատասխանները, որքանով է հնարավոր։ Սկսենք կենսաթոշակներից, որը վերջին փոփոխություններին ենթարկվեց։ Հիմա քաղաքացիներն ասում են բարձրացվել է, բայց չի հերիքում։ Ինչ անել, որ դա, այսպես ասած, արժանապատիվ ծերություն կարողանա ապահովել։ Տիկին Բաթյան, ձեզնից սկսենք։ Ես ասեմ, որ կենսաթոշակների բարձրացման չափը կարծում եմ, որ վերջին տարիներին աննախադեպ է այն իմաստով, որ մենք միանգամից 10,000 եւ ավելի ենք բարձրացնում, այսինքն 10,000-ով եւ ավելի։ Նախորդ տարիներին էլի եղել են բարձրացումներ, բայց դրանք միշտ չեն հերիքում եւ ես չեմ կարող ասել, թե կգա մի ժամանակ, երբ մենք միայն կենսաթոշակի միջոցով կկարողանանք ապահովել մեր տարեցների արժանապատիվ կյանքը, որովհետեւ դրանք պետք է զուգորդվեն նաեւ այլ ծրագրերով եւ ծառայություններով։ Մասնավորապես հիմա արդեն ներդրված է առողջության համընդհանուր ապահովագրությունը, շատ կարևոր են ծառայությունները, որոնք մենք տրամադրում ենք տարեցներին կամ տարբեր խոցելի խմբերին, համայնքահենք ծառայությունների մասին եմ խոսում եւ այլն։ Այսինքն մենք պիտի խոսենք ոչ միայն այո կենսաթոշակների կամ նպաստների տրամադրման մասին, այլ զուգահեռ ծառայությունների, որոնք կփոխեն մարդու կյանքի որակը եւ կնպաստեն նրան, որ մարդը ոչ թե կախվածության մեջ կլինի, այլ տարբեր ոլորտներում կկարողանա իր կենսագործունեությունը արժանապատիվ կերպով ապահովել։ Մենք այդ ծրագրերին դեռ կանդրադառնանք, Տիկին Գյուրեղյան, արդյոք համաձայն եք այս տեսակետի հետ, որտեղ եք խնդիր տեսնում։ Խնդիրը նախ այնտեղ եմ ես տեսնում, որ նախ պետք էր կատարել այն բոլոր խոստումները, որ տրվել էր քաղաքացուն եւ որ նրանից քվե էին ստացել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ ինչ խոստման մասին եմ խոսում։ Միջին կենսաթոշակի չափը իրենք խոստացել էին դարձնել մինիմալ սպառողական զամբյուղի արժեքին հավասար։ Իսկ մինիմալ սպառողական զամբյուղը երբ որ հաշվարկվում է, կա հաշվարկի երկու տարբեր մեթոդաբանություն, Տիկին Բաթյանը շատ լավ գիտի, կա համաշխարհային բանկի մեթոդաբանություն եւ կա առողջապահության նախարարության հաշվարկային մեթոդաբանություն եւ ճիշտը ըստ էության նաեւ միջազգային փորձը կոնկրետ առողջապահության նախարարության մեթոդաբանությունն է, ինչու որովհետեւ իրենք հենց տեղում հաշվարկում են այն իրավիճակը հաշվի առնելով, որում ապրում է մեր թոշակառուն։ Եվ եթե մենք այդ հաշվարկով ենք նայում, ապա առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ այսօր, հա, այդ միջին կենսաթոշակի չափ մինիմալ սպառողական զամբյուղը պետք է լիներ 78836 եւ երբ որ քաղաքացուն ես լսեցի մեր թոշակառու պապիկին, նա ինքը ասեց, դե գոնե 70-ից 80 ինքը հենց այս մինիմալ սպառողական զամբյուղի թիվը հնչեցրեց, հասկանում եք, բայց ցավալորեն կան, չգիտեմ ոնց ասեմ, իշխանությունը այսօր հաշվարկի հիմքում դնում է համաշխարհային բանկի թվաբանությունը, մեթոդաբանությունը, որովհետեւ դա իրենց ձեռք է տալիս եւ դա ըստ էության 68774-ն է։ Ամեն դեպքում, տեսեք, մենք ինչ ունենք այսօր մեր հաշվարկի մեջ, հա, միջին կենսաթոշակը 49032 դրամ էր մինչև հունվարի 1-ը, երբ մինչև ապրիլի 1-ը, այսպես ասած, երբ որ ապրիլի 1-ից պետք է ավելանա թոշակը 10000 դրամով։ Եվ պլյուս նաև հետ վերադարձի այս մեխանիզմը, որի արդյունքում նորից կառավարության հայտարարված թվերը միջինում 4118 դրամ հետ է վերադառնում որպես հետ վերադարձ ծախսերից։ Արդյունքում ստացվում է 63151 դրամ, որը փոքր է 68774-ից։ Հիմա լսենք Տիկին Բաթյանին։ Մի քանի ճշտում անել Կառավարության 2021-26 թվականների ծրագրով մենք սահմանել ենք, որ նվազագույն կենսաթոշակի չափը պետք է առնվազն հավասար լինի պարենային զամբյուղին, իսկ միջին կենսաթոշակի չափը սպառողական, այո։ Ապրիլի 1-ի բարձրացումները ներառյալ, նաև հետվճարները, եւ ասեմ, որ մենք մինչեւ այդ էլ բարբերաբար բարձրացրել ենք, հա, այս ընթացքում, իհարկե շատ ավելի քիչ քանակով, բայց ներառյալ հետվճարումները այսօր նաեւ սպառողական նվազագույն պարենային զամբյուղին գերազանցում է նվազագույն կենսաթոշակը
միջին կենսաթոշակի չափը հետվճարը ներառյալ էստեղ, ճշտում անեմ, հետվճարը ներառյալ հասնում է 63000 մինչև 90%-ի։ Չենք ասում, որ 100%-ը, բայց մինչև 90%-ի, որովհետև հետվճարի չափը մենք առնվազն, այսինքն միջին հաշվարկով 7000 դրամ է, ոչ թե 4000։ Ես հիշեցնեմ, որ շուրջ 460,000 քաղաքացի, սրանք իհարկե ես մեկ ամսվա տվյալներ եմ ասում, այդ քաղաքացիների թիվը օրեցօր ավելանում է, օգտվում է հետվճարի համակարգից։ Եվ երբ մենք խոսում ենք առողջապահության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության մասին, մենք այստեղ պետք է չմոռանանք, որ այս մեթոդաբանությունը ներառում է նաև որոշակի ծառայություններ, որոնք առողջության ապահովագրության շրջանակում արդեն տրամադրվում են։ Եվ այսօր արդեն 1 միլիոնից ավելի այց ունենք, քաղաքացիների թիվը հստակելի չեմ կարող ասել, որովհետև անընդհատ աճում է այս թիվը եւ դրանք նաեւ հենց 65+ տարիքի մեր քաղաքացիներն են, ովքեր էլ բնականաբար կենսաթոշակառուն են։ Հետևաբար այն մասը, որ կարծում ենք, որ դեռևս կենսաթոշակի ուղղակի վճարման միջոցով դեռևս նվազել է, այսինքն 90%-ն ենք մենք վճարում միջին կենսաթոշակի չափի մասին, հա, խոսքը սպառողական զամբյուղի եւ միջին կենսաթոշակի տարբերությունն եմ ասում, մենք դա լրացնում ենք առողջության ապահովագրության ծառայությունների։ Ինչը ձեզ համոզիչ չէ։ Տեսեք, դուք շատ լավ հնչեցրեցիք 7000 ոչ թե 4100։ Ասեմ, որ ես այս թվերը, որ նոր հենց հնչեցրեցի, ձեր կառավարության ընդամենը այս օրերին ազգային ժողով ներկայացրած զեկույցից մեջ բերված թվեր են։ Ես ոչ մի թիվ չեմ ավելացրել։ 49032-ը մինչև ապրիլի 1-ը միջին կենսաթոշակի չափն է։ 10000 ավելանալու է ապրիլի 1-ից 4118 դրամ, ինչպես գրված է կառավարության զեկույցում։ Այդ հետ զեկույցը ես կարծում եմ, որ 25 թվականի մասին է, Տիկին Գյուլիան, այսինքն 25 թվականի ամփոփումն է։ Այսինքն լավ, ենթադրենք 4 ամիսների ընթացքում հետվճարը դարձավ 118 դրամ էլ ավել։ Դրանով մենք մոտենում ենք այո, համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկի 90%-ին, բայց պրակտիկան եւ կյանքում համաշխարհային փորձը ավելի կիրառելի է համարում եւ ես համաձայն եմ, որ քաղաքացիների հետ եւ մենք միասին այստեղ վստահ եմ, որ համաձայն ենք, որ ամեն դեպքում այսօրվա կենսաթոշակները կամ նպաստները դրանք բավարար չեն կարող լինել, բայց սա չի նշանակում, որ մեր կառավարության սահմանած ծրագրով խոստումը չենք կատարել։ Չեք կատարել, որովհետև այսօրվա մեթոդաբանության առողջապահության նախարարության մեթոդաբանության հաշվարկը 7836 ծրագրով մեթոդաբանությունը չենք մանրամասնում հստակ ասվում է։ Հենց դա է սա մեթոդաբանություն երբ չենք ամրագրում, մենք խաղալու տեղ ենք մեկնաբանության հարց է։ Այո, մենք խաղալու տեղ ենք ունենում, որ մեթոդաբանությունը տվյալ պահին մեզ ձեռք է տալիս, այդ մեթոդաբանությանն ենք խաղվում, դա այդքան էլ ճիշտ չէ։ Շնորհակալություն, բայց մենք կենսաթոշակներից անցնենք առաջ։ Ի վերջո միայն կենսաթոշակառուների խնդիրը չի վերաբերում սոցիալական ոլորտին, այլև ընդհանուր առմամբ մարդիկ, ովքեր նաև աշխատում են, բայց խնդիր ունեն ապրելու աղքատության խնդիրը կա։ Այսպես դուք խոսեցիք սոցիալական ծրագրերի մասին, որոնք պիտի ընդհանուր առմամբ գան եւ աջակցեն։ Սոցիալական ինչպիսի ծրագրեր պիտի իրականացվեն, որ այդ մարդը աշխատի եւ աղքատ չլինի։ Իհարկե առաջին հերթին մենք խոսում ենք այն ծրագրերի մասին, որոնք ուղղված են խոցելի խմբերին, այսինքն այն քաղաքացիներին, որոնք ինքնուրույն դժվարանում են լուծել իրենց աշխատանքի խնդիր, աշխատանքի իրացման, հա, աշխատանքի իրավունքը, որովհետև եկեք հիշենք, որ կառավարությունը կամ կառավարությունը միանձնենք աշխատատեղեր ստեղծող չի, հա, ինքը ստեղծում է հնարավորություններ, պայմաններ, որպեսզի մասնավոր սեկտորը կամ անձինք ինքնազբաղվածության միջոցով կարողանան ապահովել եւ այն բոլոր քաղաքացիների դեպքում, որոնք ունեն լրացուցիչ աջակցության կարիք։ Այստեղ խոսքը օրինակ նույն գուցե տարեց մարդկանց մասին է, որոնց դեպքում մենք օրինակ տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագրի լուծումը օրենքով սահմանված էր եւ դա մենք համարեցինք տարիքային խտրականություն եւ հանեցինք, այսինքն սա եւս հնարավորություն է կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար կամ օրինակ երեխաներ խնամող կանանց համար, այն քաղաքացիների համար, որոնք լրացուցիչ աջակցության կարիք ունեն։
Իհարկե դրանք կարող են լինել եւ պետք է լինեն նաեւ վերապատրաստման, աջակցման, ուղղորդման ծրագրեր։ Եվ բոլոր այն ծրագրերը, որոնք որ կառավարությունը իրականացնում է, նորից եմ կրկնում, դրանք պիտի լինեն ժամանակավոր աջակցության ծրագրեր, որոնք պիտի քաղաքացուն օգնեն, որ ինքը ինքնուրույն կարողանա շուկայում եւ լինի մրցունակ, եւ սեփական կենսամակարդակը կարողանա ապահովել, իսկ դրա համար անհրաժեշտ է նաև իրավական դաշտ։ Հիմա երբ մենք խոսում ենք օրինակ շուրջ 280,000 աշխատատեղի ստեղծման մասին, մենք նաև իհարկե խոսում ենք ստվերից դուրս գալու որոշակի խմբի մասին եւ որն է պատճառը, որ նաեւ այս քաղաքացիները դուրս են եկել ստվերից։ Մենք ստեղծել ենք նաեւ պայմաններ, խթանող պայմաններ, որպեսզի քաղաքացին, աշխատողը եւ գործատուն ավելի շահեկան համարեն իրավական դաշտում իրենց հարաբերությունները ուրեմն կարգավորելը։ Հետևաբար սրանք բոլորը քայլեր են, որոնք ուղղված են նրան, որ քաղաքացին ինքը ոչ միայն իր կենսամակարդակը կարողանա ապահովել, այսքան աշխատել, այլ նաև կարողանա պաշտպանված լինել, իրավական դաշտում պաշտպանված լինել, որից էլ, չգիտեմ, մյուս արդյունքների մասին չեմ խոսում, հարկերի ավելացումը եւ այլն։ Տիկին Գյուրեղյան, դուք ինչպես եք պատկերացնում սոցիալական ծրագրերի իրականացումը։ Տիկին Բաթարյանի հետ համաձայն եմ, որ այո, կառավարությունը ավելի շատ պետք է ապահովի այնպիսի միջավայր, որտեղ աշխատատեղերի ավելացումը շատ ավելի լայն հնարավորություններ ունենա այդ գործընթացը, բայց դրա համար պետք է ճիշտ ներդրումային քաղաքականություն իրականացնել։ Իսկ մենք ինչքան ներդրումներ ունենք այս կառավարության իշխանության օրոք, շատ քիչ են այդ ներդրումները եւ ըստ էության այն նույնիսկ ես ինքս Վանաձորցի եմ, Վանաձորում, երբ որ այնտեղ պետք է բալոնների, ինչ որ բալոնների գործարան բացվեց։ Փաշինյանը եկավ այսպես ցուցադրական շատ հզոր միջոցառում արվեց, այդ գործարանը բացվեց, բայց ներդրողը թողեց հեռացավ, որովհետև ներդրումային պայմանները, այսինքն քաղաքականությունը այնպեսին չէր, որ նրան ձեռք տար այդ քաղաքականությունը։ Հեռուստացույցների գործարան բացվեց, որը այդպես էլ մնաց օդի մեջ կախված։ Այսինքն ներդրումային քաղաքականությունը մեկ, հարկային քաղաքականություն, այո, փոքր եւ միջին բիզնեսը պետք է խրախուսվի հարկային քաղաքականության կիրառման գործընթացում։ Նա պետք է խրախուսվի, որպեսզի իրեն ձեռնտու լինի։ Այս իշխանությունը եկավ եւ միանգամից հարկային քաղաքականությունը իջեցրեց համահարթեցման մակարդակի եւ գործող պրոգրեսիվ հարկային քաղաքականությունը փոխվեց համահարթեցման։ Այսինքն շատից շատ, քչից քիչ հարկեր էին հավաքվում այն ժամանակ, հիմա եկավ հավասարեցումը, որը անարդար մոտեցում է ցուցաբերում։ Համաձայն եք Տիկին Բաթոյանը ձեր տեսակետի հետ։ Տեսնենք արձագանքենք մասն կար։ Համաձայնելու մասով պիտի խոսենք փաստերով, հա։ Երբ մենք խոսում ենք ստեղծված աշխատատեղերի մասին, մարդկանց մասին, որոնք իրավական դաշտում, այսինքն մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր ունեն պայմանագրեր, ովքեր վճարում են հարկեր եւ ովքեր աշխատում են։ Սա է արդյունքը։ Իսկ մենք խոսում ենք մարդկանց մասին, սա է արդյունքը։ Եթե բիզնեսը ունի դժվարություններ, ունի խնդիրներ, այստեղ պարտադիր չի, որ Տիկին Գյուրեղյան պատճառը լինի հարկային քաղաքականությունը։ Կարող է տարբեր խնդիրներ ունենալ, որովհետև այստեղ մենք այո աջակցողի դեր ունենք, բայց բիզնեսը այս կամ այն ոլորտում ինքն է որոշում իր քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է հարկային քաղաքականությանը, այստեղ տեսեք, երբ մենք խոսում ենք տարբեր հարկային արտոնությունների մասին, մեր հիմնական քաղաքականությունը որն է, որ մենք չսահմանենք այնպիսի կանոններ, որոնք ստիպեն ճակերտավոր ավելի փոքր բիզնեսին, օրինակ մնալ այդ դաշտում, փոքր բիզնեսի շրջանակում, փոքր մնա եւ ինքը չաճի։ Այսինքն ինքը չձգտի ավելի մեծանալուն կամ հարկերի։ Այստեղ էլ տարբեր խնդիրներ կան։ Եվ հետեւաբար պիտի արդյունքներով խոսենք։ Հիմա արդյունքներով ենք խոսում, այո։ Տիկին Բաթոյան, երբ որ դուք եկաք իշխանության, դուք հայտարարեցիք փոքր բիզնեսի համար զրո հարկման մեխանիզմներ, զրո հարկման հայտարարություններ, մարդիկ տաքսու վարորդները, վարսավիրները, մյուսները, բայց հիմա այնպիսի հարկային մեծ բեռ է իջել այդ նույն գործատուների այն նույն գործարարների համար, որ նրանք ընդհանրապես մոռանում են այդ փոքր բիզնեսում իրենց գործունեության առավելությունները եւ արդեն խուսափում են կամաց փակվում են։ Դուք խոսեցիք 280,000 նոր աշխատատեղի մասին, չէ՞, թե դրանից որ մասն է, որ ստվերից է դուրս եկել, դա մի խնդիր է։ Իսկ ավելի շատ ավելացել են ոստիկաններ, պարեկներ, աշխատատեղեր, որոնք որ ըստ էության իրենք չեն ստեղծում բարիք, բայց չգիտես ինչու այդ հարկերից օգտվելով եւ իրենց այդ այս քանակի թվականակի ավելացման պարագայում չեն
իրականացնում իրենց հիմնական գործառույթները։ Այսօր մենք ունենք թմրամոլություն, այսօր մենք ունենք խաղամոլություն, բաղուր են մեր ոստիկանները, եթե ոչ Փաշինյանի թիկնապահներն են դարձել եւ Փաշինյանին ուղեկցողներ են դարձել։ Աշխատողների թվի ավելացման արդյունքում մենք ունեցել տնտեսական աճ։ Չէ, կանխատեսվածից ավելի տնտեսական աճ։ Շփոթենք տնտեսական աճի իրական հիմքերը, որոնք էին, եւ այսօր եթե մենք ունենք այդ տնտեսական աճը իրականում եւ ոչ թե դրսից եկավ ու այսպես տրանզիտ Հայաստանով դուրս եկավ, ապա ինչու քաղաքացին իր գրպանի, իր սառնարանի, իր վարկային պատմությունով չի զգում այդ ամենը։ Եթե իսկապես ունենք այդ տնտեսական աճը։ Եթե մենք խոսում ենք տնտեսական աճի մասին, կանխատեսածից ավելին է, հա, տնտեսական աճը եւ բացի տնտեսական աճի ուրեմն հաշվարկները համաշխարհային բանկի հրապարակած արդյունքներով ջինի գործակիցը, որը խոսում է ուրեմն այդ բարիքի բաշխման մասին, այսինքն որքանով արդար է բաշխվում տնտեսական այսպես գեներացված բարիքը քաղաքացիների շրջանում երկրում, այստեղ մենք ունենք կայուն նվազում, այսինքն այս իմաստով էլի թվերը եւ փաստերը ցույց են տալիս, որ այն միֆը, թե աղքատները աղքատանում են եւ հարուստներն են հարստանում եւ այս տնտեսական աճը միայն մի ոլորտին է գնում կամ որոշ խմբի է վերաբերում, էլի չի համապատասխանում իրականության։ Այսինքն էլի ցույց է տալիս համաշխարհային բանկի վերջերս հրապարակած տվյալներն են։ Եվ ասել ինչ եք առաջարկում դուք։ Տեսեք, ձեր խոստումներ, ձեր քաղաքացիական պայմանագրի խոստումներ նվազագույն աշխատավարձը դարձնել 85,000։ Եթե մենք ունենք տնտեսական նման աճ, եթե մենք այդ հնարավորություններն ունենք, ինչու այսօր մենք ունենք 75,000 նվազագույն աշխատավարձ, այն պարագայում, որ մեր երկիրը վավերացրել է սոցիալական խարտիան, չէ, եւ որում հստակ ձևակերպած են մտքեր, որ նվազագույն աշխատավարձի եւ միջին աշխատավարձի հարաբերակցությունը պետք է ամենաքիչը գոնե 40% լինի։ Այսօր ձեր նորից եմ կրվում ձեր իշխանության այս ներկայացված զեկույցում միջին աշխատավարձը 300,000 դրամ է, նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ է, 300,000-ի 40%-ը շատ հեռու է 75,000-ից, այնպես որ նույնիսկ այդ մեր խարտիայի, սոցիալական խարտիայի պահանջները չեն կատարվում։ Ինչ եք դուք առաջարկում, Տիկին Գյուրեհյան։ Դուք ինչ եք առաջարկում, մեր կառավարությունը, մեր կառավարության օրոք առնվազն 2 անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացրել է։ Նվազագույն աշխատավարձը բարձրացել է եւ դուք համեմատեք գնաճը եւ տեսեք, որ այդ նվազագույն աշխատավարձի բարձրացումը ինչքանով է գնողունակության վրա։ Դուք ինչ եք առաջարկում, Տիկին Գյուրեհյան։ Այո, պետք է աշխատատեղեր ավելացնել, այո, պետք է փոքր միջին բիզնեսին հարկային արտոնություններ տալ, պետք է կիրառել այնպիսի ներդրումային քաղաքականություն, որ ներդրողին շահավետ լինի, այստեղ ֆինանսներ ներդնել։ Նվազագույն աշխատավարձի հետ կապված ինչ եք դուք նվազագույն աշխատավարձը մենք առաջարկել էինք, դուք մերժել եք, եւ մենք հանդես էինք եկել, ասել ենք նվազագույն աշխատավարձը այո, պետք է հավասարվի առնվազն մինիմալ զամբյուղին, սպառողական զամբյուղին, եւ դա պետք է օրենքով ամրագրվել, որ որևէ կառավարություն նվազագույն աշխատավարձի մասով օրենքով ամրագրվել նվազագույն շատ կարճ արձագանքենք եւ մենք պետք է առաջ նվազագույն աշխատավարձը սովորաբար հիմք է հանդիսանում պետական ոլորտում աշխատանքի համար, աշխատավարձերի վճարման համար, որովհետեւ մասնավոր սեկտորը այնտեղ մրցակցությունը այլ է եւ այն չի հիմնվում միայն նվազագույն աշխատավարձի վրա եւ կրկին հաշվարկները ցույց են տալիս, որ երբ դուք նշում եք միջին աշխատավարձի մասին, որ նվազագույն աշխատավարձ ստացողների խումբը ավելի շատ նվազել է եւ ավելի մեծացել է միջին աշխատավարձ ստացողների թիվը, այսինքն իրենք տեղափոխվում են այն խմբի մարդկանց, որոնք ավելի բարձր աշխատավարձ են ստանում եւ այստեղ մենք այո, նաեւ պետական ոլորտում այդ աշխատավարձերի վճարման խնդիրը այս պահին դեռևս լուծում ենք պարգևավճարների միջոցով, այսինքն աշխատանքի արդյունքի դիմաց տրված պարգևավճարի միջոցով, ինչի համար մենք այդքան քննադատություն ենք ստանում, բայց նորից եմ կրկնում, նվազագույն աշխատավարձը հիմնականում կարգավորում է պետական ոլորտի աշխատավարձերը, մասնավորը դրան չի սպասում, որպեսզի կարողանա համապատասխան աշխատավարձ վճարել կոնկրետ ոլորտի աշխատողներին։ Հիմա ես առաջարկում եմ աշխատավարձից անցնել աշխատանքին, հատկապես մարզերում, թե ինչպիսի խնդիր է, մենք նկարահանումներ ենք արել Գյումրիում, ես առաջարկում եմ լսել։
Արեկը տվեք ավանները, որ մարդիկ տարի խանութի պարկերը տա, տատիկ բաբիկները։ Միջև այսօր չեն տա, որ գազ քաշեմ, լույս քաշեմ, վառելի կարեմ։ Ինչի, ում համար եմ գցել 120,000-ը։ Եթե շատ տեղներ աշխատատեղերը մեզի համար շատ լավ կեղներ։ Մենք երիտասարդ ենք, մեզի ամենակարևորը դիգի որ աշխատանք եղնի։ Գործարները արդեն մոռանանք, սաղ քանդին տարածախին։ Հմի սպասեք նորերին։ Աշխատանքի տեղ հետ կապված, կասեմ, եթե ուզես կգտնես հաստատ աշխատանք։ Կակրասն գնացի աշխատանքի մանկու կամ չեմ գտնի սաղ տեղերը նայեն։ Լիքը երիտասարդները, որ ունեն լավ մտքեր, ու միշտ կարելի է այդ գրանտերը ուղղել եւ ավելի բաց տարածքներում տեղադրել, որ երիտասարդները կարողանան այդ հնարավորությունից օգտվել։ Ունի ինչ-որ տարբերակ եղնի, օրինակ, չգիտեմ, գումարով թեկուզ էշտանք փորձաշրջան անցնիկ, հետո հիմնական աշխատող մնանք, ոչ թե մետեղ էշտանք փորձաշրջան անցնիկ, հետո երկրորդ տեղն էշտանք նոր դիմենք։ Կեստրիկով աշխատանք դժվար է շատ գտնելը, որովհետեւ մենք համ սովորում ենք, համ ուզում ենք գումար վաստակել, բայց դրա հնարավորությունը չունենք։ Էդությունը դիմադածին ջանի, ճշտանով ապահով են։ Ինչ-որ բանով օգնություն ցույց տան։ Ամեն մարդ ինքը պիտի անի իր համար։ Ավելի լավ կլինի, որ ինչ-որ օտարերկրյա գործատուներ կան Գյումրիում ինչ-որ բիզնեսներ սկսեն, այլ ոչ թե գնան միանգամից Երևան, որովհետև մեծամասամբ կենտրոնացնում են Երևանում։ Հիմա նկարահանումը Գյումրիում էր, բայց դուք նշեցիք, որ Վանաձորից եք եւ մարզի մեկ այլ մարզից տվյալներ ունեք։ Դուք ինչպես եք պատկերացնում երիտասարդների զբաղվածության խնդրի լուծումը։ Նախ, այո, մենք շատ լուրջ ուշադրություն պետք է դարձնենք երիտասարդների զբաղվածության խնդրին, որովհետև երիտասարդներն են մեր ապագան, եթե խոսում ենք ապագա լինելու մասին եւ չենք մտածում երիտասարդության մասին, դա աբսուրդ է։ Եվ հիմա ես ուզում եմ հնչեցնել ուսուցիչների այսքան գովերքած աշխատավարձերի բարձրացման իրական փաստեր, թվեր ուղղակի։ Մենք կառավարության ծրագրում հաստատված ունենք, որ յուրաքանչյուր ուսուցիչի աշխատավարձ պետք է առնվազն բարձրանալ 30-ից 40% այդ վերապատրաստման, այս գործընթացի արդյունքում։ Բայց մենք թեմայից շեղվում ենք, չենք շեղվում։ Երիտասարդները, ուսուցիչների մեծ մասը երիտասարդներ են, որոնք որ այդ աշխատավարձերն են ստանում։ Եվ հայտարարված, մենք ունենք 30,000-ի կարգի ուսուցիչ, եւ հայտարարված աշխատավարձերի բարձրացումը ընդամենը խոսում է 8,000 ուսուցչի մասին։ Ուր էր բոլոր ուսուցիչների աշխատավարձի բարձրացման խոստումը։ Մենք չունենք ուսուցիչների աշխատավարձի բարձրացում։ Մենք չունենք պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի բարձրացում։ Մենք չունենք բժիշկների աշխատավարձի բարձրացում եւ դեռ ավելին այս ապահովագրության համակարգի շրջանակում ունենք բժիշկների աշխատավարձի շեշտակի նվազում։ Եվ այս դեպքում երիտասարդները, ովքեր ձգտում են մնալ մեր երկրում, ովքեր ձգտում են իրենց կյանքը կապել մեր երկրի հետ, որտեղ են աշխատելու եւ ինչ են տեսնում, ինչն է նրանց շահագրգռելու։ Ուսուցիչը ցածր է վարձատրվում, բժիշկը ցածր է վարձատրվում, աշխատատեղեր չկան, եթե նույնիսկ դուք ինչ առաջարկ ունեք այս հարցում, եթե դուք լինեիք որոշում կայացնող։ Եթե ես լինեի որոշում կայացնող, նախ իմ խոստումների մեջ կլինեի շատ հաշվարկային, իմ խոստումների մեջ ոչ մի պոպուլիստական հայտարարություն չէի անի եւ իսկապես կքննարկեի ձեր նախընտրական ծրագրին։ Նախընտրական ծրագիրը, այո, ես հիմա այսօր չեմ պատրաստվում մեր նախընտրական ծրագիրը հնչեցնել, որովհետեւ ես դա ինձ թույլ չեմ տա պարզապես, որովհետեւ ես այդ լիազորությունը չունեմ մինչեւ հայտարարություն այս ծրագիրը, բայց իհարկե պիտի կարդանք եւ ամեն դեպքում երիտասարդությանը երկրին պահելուն միտված մեր քաղաքականությունը, մեր գործողությունները պետք է հստակ ձևակերպված լինեն եւ իսկապես շահագրգռեն երիտասարդությանը։ Արդյոք հստակ ձևակերպված չեն։ Հստակ ձևակերպված են եւ ուսուցիչները հստակ գիտեն ինչի համար է բարձրանում իրենց աշխատավարձը, հա, ատեստավորման գործընթացը ես կարծում եմ, որ ամենահաջողված գործընթացներից մեկն է, որովհետեւ մենք խոսում ենք ոչ միայն մարդկանց աշխատավարձի բարձրացման, այլ նաեւ որակի մասին, ինքնակրթության մասին, մասնագիտական կարողությունների զարգացման մասին, որովհետեւ մենք մեր ամբողջ ներդրումը եւ այսպես ուժը պիտի կենտրոնացնենք առաջին հերթին կրթության ոլորտում եւ այստեղ առանց որակյալ ուսուցիչների եւ առանց անընդհատ զարգացող մասնագետների մենք դա չենք կարող անել։ Այդ հնարավորությունը ունեն բոլորը, այլ հարց է, թե որքան են դրանից օգտվել, Տիկին Գյուրեղյան։ Ինչ վերաբերում է երիտասարդներին, տեսեք, ես Գյումրիից խոսեցինք, հատկապես Գյումրիում
վերջին տարիներին Գյումրին կարծում եմ, որ աննախադեպ ծաղկունք է ապրել եւ աննախադեպ ակտիվություն կա այստեղ, որովհետեւ մենք շատ լուրջ ուշադրություն ենք դարձրել եւ շատ լուրջ ներդրումներ ենք ուղղել։ Այդ ներդրումները տարբեր կարող են լինել, սկսած ենթակառուցվածքներից, ուշադրությունից, туриզմի ոլորտին հատկացված, այդ հանրահրճակումից եւ այլն։ Այսինքն այս գործողությունները շատ հաճախ գուցե շատ մեծ ֆինանսական ներդրումներ չեն պահանջում, բայց պահանջում են վերաբերմունք, պահանջում են ուշադրություն եւ պահանջում են ուղղորդում։ Այլ մարզերում ինչպեսին է վիճակը։ Ենթակառուցվածքների մասին երբ մենք խոսում ենք, տեսեք, մեզ համար շատ գուցե այսպես մի քիչ տարօրինակ հնչի, որ օրինակ հիմա գիտեք Երևանից Գյումրի ինչքան ժամանակում են մարդիկ հասնում։ Ես մի շաբաթ առաջ եմ եղել, իսկապես զարմացած եմ, որովհետև նախորդ շաբաթ 2 ամիս առաջ եղած ժամանակահատվածում 2.5 ժամում եղա 2 ժամ, բայց նախորդ շաբաթ արդեն 1.5 ժամում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մեր ենթակառուցվածքները նաև թույլ են տալիս ավելի մոբիլ լինել քաղաքացիներին եւ աշխատանքի հնարավորությունները չսահմանափակել միայն տեղով։ Շատ կարեւոր ու լավ կլինի, որ մարդիկ այո տեղում կարողանան այդ աշխատանք ունենալ։ Բայց երբ մենք խոսում ենք բժիշկների մասին, Տիկին Գյուլիան, դուք ամբողջ ճշմարտությունը չեք ներկայացնում։ Մենք խոսում ենք նախ բժիշկների աշխատավարձը չի նվազել, որովհետև կառավարությունը չի վճարում իրենց աշխատավարձ։ Կառավարությունը ապահովագրության միջոցով փոխհատուցում է ծառայությունները եւ փոխհատուցում է այն ծառայությունների համար, որոնք ավելի մեծ պահանջարկ ունեն։ Եվ այստեղ այսօր էլ նախարարը նաև իր ճեպազրույցում նշեց, որ այն ոլորտներում, որտեղ որ ի հայտ են եկել, օրինակ, որ այս կամ այն մասնագետի կարիքը չկա, այս կամ այն ծառայության, համենայն դեպս պոլիկլինիկաներում, ես չեմ խոսում ամենուր ամբողջ երկրում, բայց կան կոնկրետ համայնքներ, որտեղ գուցե այդ մասնագետի եւ այդ ծառայության կարիքը չկա, բայց մենք պիտի քայլեր ձեռնարկենք, իսկ ինչ ա եղել նախկինում։ Նախկինում անկախ ամեն ինչից այդ վճարումը իրականացվել։ Արդյոք դա արդյունավետ կառավարում է։ Ոչ, իսկ հիմա ինչ անհրաժեշտ անել։ Երբ որ մենք տեսնում ենք, թե ինչ բացեր են ի հայտ գալիս, մենք պիտի օրինակ վերապատրաստումներ իրականացնենք։ Մենք պիտի օգնենք մեր մասնագետներին մարզերում, համայնքներում, որպեսզի իրենց կարողությունները զարգացնեն կամ վերապրոֆիլավորվեն համապատասխան ծառայություններ տրամադրելու համար, որովհետև մենք իրենց կարիքը ունենք, բայց գուցե մի փոքր այլ ոլորտներում։ Այստեղ խոսում էր նաև այն մասին, որ կարծես կենտրոնացվածություն կա Երևանում, ինչպես անել, որ համաչափ լինի այդ զբաղվածության խնդիրը կարողանա։ Այո, տարածքների համաչափ զարգացումը դա պետք է անհրաժեշտություն լինի ցանկացած կառավարության գործունեության մեջ։ Հենց նույն տիկին նախարարից պահանջել եմ 2.5 ամիս սպասելուց հետո վերջապես բոլոր ժամկետները խախտելուց հետո ստացել եմ յուրաքանչյուր փաթեթում ներառված ծառայության դիմաց բժիշկների փոխհատուցման չափերը եւ ընդ որում նաեւ այն նախագիծը, այն որոշումը, որով այդ փոխհատուցումից որ տոկոսն է դառնալու աշխատավարձի ֆոնդ։ Եթե փոխհատուցում է 6000, 6000-ի 50%-ը նոր աշխատավարձի ֆոնդ, նրա մեջ բաշխում է 3000-ը բաշխում է բժշկի, բուժքրոջ եւ մյուս աշխատակցի միջեւ, բժիշկը ստանում է 700-800 դրամ գումար եւ դուք ասում եք բժշկի աշխատավարձը չի իջել, չէ՞ որ այդ բժիշկը այլևս շահագրգռված չի լինելու այս համակարգի ներսում աշխատելու եւ մենք փաստացիորեն լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու համակարգի մենք այդ քննարկումները շարունակում ենք ունենալ եւ իհարկե շնորհակալ եմ նաեւ Տիկին Գյուլիանին, որովհետեւ սա այն համակարգն է, որտեղ մենք համատեղ պիտի աշխատենք, այսինքն կառավարություն, ընդդիմություն եւ այլն այս բաժանումները այստեղ շատ չեն կարող լինել, որովհետեւ խոսում ենք առողջապահության մասին եւ կենսական անհրաժեշտության խնդիրը, ես վստահ եմ, որ մենք այս բոլոր քննարկումների արդյունքներում, նաև խնդիրների վերհանման կունենանք այն դրական ակնկալած ծառայությունը, որից պիտի գոհ լինեն մեր բոլոր քաղաքացիները։ Մենք էլ մեկ այլ առանձին քննարկում կանենք այս թեմայով, բայց հիմա զբաղվածության հարցին ինչպես անել, որ համաչափ լինի այս զբաղվածության խնդիրը լուծվի նաև մարզերում։ Տեսեք, երբ խոսում ենք երիտասարդների մասին, ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ազգային ժողովը ընդունել է կամավորության մասին օրենքը։ Այստեղ ինչու է սա կարևոր, որովհետև երիտասարդներին աշխատաշուկա այսպես աշխատաշուկայում հնարավորություններ տալու համար շատ հաճախ գործատուները մերժում են փորձի բացակայության պատճառով եւ այլն, եւ դա ակնհայտ խնդիր է։
Եվ այստեղ շատ կարևոր է նաև կարգավորել գործընթացը, որովհետև երիտասարդները իրենց գործունեությունը նաև տարբեր կազմակերպություններում, հետո պետական կառույցներում պիտի սկսում են եւ իրականացնում են նաև կամավոր սկզբունքներով, ինչը պիտի հնարավորություն տա։ Ես կարծում եմ, որ այս օրենսդրական փաթեթը, օրենքը շատ կարևոր է եւ մեզ եւս մեկ հնարավորություն է տալիս, բայց մյուս կողմից, գիտեք, երբ մենք խոսում ենք համաչափ զարգացման մասին, պիտի նաև համընթաց եւ շատ բնական իրերին նայենք։ Չի կարելի պարզապես, այսպես շատ արհեստական խրախուսող ինչ-որ մեխանիզմներ ստեղծել, որ մարդիկ օրինակ մնան եւ աշխատեն, ապրեն մարզում։ Եթե մարդը չունի շահագրգռվածություն, ես նորից եմ կրկնում, իհարկե շատ լավ կլինի։ Բոլոր հնարավոր միջոցներով մենք պետք է ու պարտավոր ենք դա անել, այդ պայմանները ստեղծելու, բայց եթե միևնույնն է մարդը ընտրել է ապրել եւ աշխատել ավելի մեծ քաղաքում կամ մայրաքաղաքում, մենք չպետք է ավելորդ ջանք, ռեսուրս ծախսենք, որ իրեն պարզապես այսպես խոսակցական ասած զորով տանենք մարզ։ Շատ հակիրճ եք անդրադարձեք, պիտի ենթակառուցվածքներ ունենանք, տրանսպորտային միջոցներ, ճանապարհներ, չգիտեմ, on-line աշխատելու հնարավորություն, տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնենք, որ մարդիկ այսօր աշխարհում տարբեր երկրում, մեկ այլ երկրում ապրում են, մեկ այլ երկրում աշխատում։ Փաստորեն այստեղ հնչեց հետևյալ միտքը, որ այո, ոչինչ, որ երիտասարդները ուզում են գալ, այո, ոչինչ, բայց մենք պետք է ստեղծենք պայմաններ այն երիտասարդների համար, ովքեր չեն ուզում գալ Երևանի, ուզում են մնալ իրենց մարզերում, բայց հնարավորությունները չենք ստեղծում։ Ես խոսեմ զուտ միայն շատ հակիրճ, որովհետև մենք էլի հարցերում ենք քննարկելու օրենքի մասին, որի կիրարկման արդյունքում 3 տարի հետո մարզերում բուհերը փակվելու են։ Հիմա սա երիտասարդությանը մարզերում կապելու ծրագիր է, թե հակառակը։ Օրենքը հստակ ձևակերպում է, բուհը կարող է գործել, եթե ունի լիցենզիա։ Բուհը կարող է ստանալ լիցենզիա, եթե նա ապահովում է սահմանային 4000 ուսանող քանակը։ Բուհը կարող է իր լիցենզիայից չզրկվել, եթե առաջին 3 տարում այդ սահմանային 4000-ից պակաս, կեսից պակաս ուսանող ունի։ Այսինքն 2001 ուսանողի պարագայում դեռևս 3 տարի այդ բուհը կարող է գործել մարզում, բայց մենք չունենք այսօր մարզում որևէ բուհ, որը 2000 մինչև ուսանող ունենա։ Արդյունքում 3 տարի հետո մարզային բոլոր բուհերը փակվելու են։ Փոխարենը մենք միջոցներ տրամադրեինք, զարգացնեինք եւ հնարավորություններ ընդլայնեինք այդ մարզային բուհերի համար, որպեսզի մեր երիտասարդությունը մարզային բուհերում ինչ կրթություն են ստանում երիտասարդները։ Մենք ապահովենք այնպիսի դասախոսական տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ, մենք գիտենք մեր որակի մասին, եկեք մենք իրականությունները իրականացնելու փոխարեն 7 տարվա մեջ մենք չենք կարող տասնյակ տարիների շնորհակալություն Տիկնայք։ Ոչ թե բուհը փակել հարցը։ Ոչ, պետքա որակի, այո, որակը մենք բարձրացնում ենք, բայց այնտեղ որտեղ այդ որակը կա, մենք պետքա զարգացնենք այն որակը, որտեղ կա, բայց շնորհակալություն Տիկնայք, մենք պետք է առաջ ընթանանք եւ այլ թեմաների եւս անդրադառնանք։ Չենք կարող որակ ստեղծել։ Ես ուղղակի շատ կարճ արձագանք եմ։ Եթե մենք, չգիտեմ, օրինակ Գավառից մարդը գալիս է Երևան կամ գալիս է Վանաձոր կամ այլ քաղաքում սովորելու, բայց ավելի որակյալ կրթություն ստանալու։ Եկեք այդ դրան աջակցենք։ Ուրեմն մենք պետք է ապահովենք Երևանում ապրել, Երևանում այնպիսի որակյալ կրթություն։ Դրա համար պետք է շահագրգռենք պրոֆեսորադասախոսական կազմի։ Պրոֆեսոր դա պետական Երևանի լավագույն մասնագետը գնա այնտեղ դասավանդի։ Շնորհակալություն։ Լավագույն մասնագետը ինքը իր վրա աշխատելով ավելի լավ է։ Շնորհակալություն, մենք լսենք հաջորդ խնդիրը, որ բարձրացնում են քաղաքացիները։ Սովորական, չէ, հա։ Ոչ մի բան։ Մենակ թոշակ։ Այո։ Բարև ձեզ։ Ընդհանուր 5 հոգի ենք։ Իմ թոշակը դե բարձր է, զինվորական թոշակ առնում եմ։ Նորմալ է։ Չեմ բողոքում ոչ մի բանից։ Պետությունը արդեն լուծում է ահագին խնդիրներ։ Ջայելերը տղա արդեն 27-28 տարեկան է։ Ասում եմ ամուսնացած, ասում եմ բերեմ որտե կնի, ոնց անեմ, ոնց պահեմ։ Երեխեքը չեն ամուսնանում նրա համար, որ տեղ չկա ապրելու։ Դեստե ապրում են 6 ընտանիք Հայատում։ Պատկերացրեք ինչ քաոս է մի հատ էլի։ Կոմունիստների ժամանակ
մեռնեմ ջանետ։ 2 տարի, 3 տարի աշխատում եմ, տուն են տալի։ Պետությունը պետք է ախպե ժողովրդի մասին մտածես, խե ժողովուրդը մեռածա թաղաշի ինչ։ Գների իջացնի եւ աշխատավարձները բարձրացնի։ Միակ դա է ժողովրդի ցանկությունը։ Բանկերով զբաղվի տոկոսներ սա իջու ինչ պետք է։ Խապինգսին 17 կետաս արդեն 24%-ա չկրնանք մուծում են։ Պետությունը ժողովրդի մասին մտածի, որ ժողովուրդ Ասեմ, ես ասեմ, կարակի վրան մեղր քսի, ամեն տները բերի կարակով բաժնի։ Ասուց չնորհակալ է, կարակի վրան մեղր քսի, բերի տատաները կերեք։ Հելեք աշխատեք ապրեք, չի կուրաժ դլեմ ստե։ Ինձ թվում է ամեն ինչ շատ լավ է։ Հիմա այստեղ քաղաքացիները հատկապես բնակարանների հարցն էին առաջ քաշում։ Արդյոք սոցիալական բնակարանային ֆոնդ ունենալու հասկացությունը կարող է այստեղ կիրառվել։ Ինչպիսի ծրագրեր կան։ Տիկին Բաթյան, այս անգամ ձեր շատ կարևոր է եւ մեր երկրի ամենալուրջ խնդիրներից է։ Մենք տարիների ընթացքում որևէ էական սոցիալական բնակարանային ֆոնդ չունենք։ Այս պահին մենք պարզապես ֆիզիկապես այդ ֆոնդը չունենք, որովհետեւ եւ համայնքների ենթակայությամբ գործող եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող բնակարանները սոցիալական շատ սահմանափակ են եւ դրանք բոլորին համար հասանելի չեն այն իմաստով, որ մարդիկ բնակվում են եւ կան շատ վաղուց տարիներ արդեն կուտակված հերթեր, որոնց մարդիկ դիմել ու գրանցվել են։ Բայց սա մի բան է, որը 1, 2, 3, 4, նույնիսկ 5 տարվա ընթացքում հնարավոր չի լուծել, որովհետեւ մենք խոսում ենք ֆիզիկական բնակֆոնդի մասին, հա։ Բայց կա այդպիսի ծրագիր, որը ծրագիր եւ դեռևս երբ ես նախարար եմ, մենք նախաձեռնեցինք, այսինքն նպատակադրվեցինք, սկսեցինք ռազմավարության քննարկումը եւ մշակումը սոցիալական բնակարանային ֆոնդի, որը կենթադրեր ոչ միայն կոնկրետ բնակարանների գուցե կառուցում, դրանց ձեռքբերում, այլ նաև օրինակ փոխհատուցման միջոցով հատկապես ցածր ֆինանսական եկամուտներ ունեցող ընտանիքների համար։ Այսինքն այստեղ եկեք նաև հասկանանք, որ մենք չենք խոսում միայն այն մարդկանց մասին, ովքեր ընդհանրապես հնարավորություններ չունեն, այլ այն մարդկանց մասին, այն քաղաքացիների, որոնք վճարունակ են, ունեն հնարավորություն, բայց դա բավարար չէ, որպեսզի օրինակ հիպոթեկային վարկի միջոցով ձեռք բերեն բնակարան։ Օրինակ վարձով են բնակվում, աշխատում են, բայց միևնույնն է դա իրենց չի հերիքում։ Այս իմաստով մենք հիմա էլ քննարկում ենք ծրագրեր, որոնք հուսով եմ, որ կյանքի կկոչենք այն իմաստով, որ դրանք կլինեն ինչպես անվճար հիմունքներով տրամադրվող բնակարաններ պայմանագրային որոշակի ժամկետի համար, այնպես էլ օրինակ ցածր վճարով, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին ոչ թե վարձով բնակվելու, այլ օրինակ վճարել եք բնակֆոնդի որոշակի ծառայությունների համար եւ բնակվել։ Իրատեսական է Տիկին Գյուրեղյան, որ այո, սոցիալական բնակարանաշինությունը պետք է որ առաջնահերթություն լինի իշխանության համար, որովհետեւ եւ հատկապես մարզերում, հատկապես տարածքներում, որովհետեւ իսկապես մենք երիտասարդությանը մարզերում պահելու խնդիր ունենք, երիտասարդությանը մեծ երկրում պահելու խնդիր ունենք։ Դրա համար այո, մարզային այդ որոշակի պետք է արտոնություններ տալ, վարկային արտոնություններ երիտասարդ ընտանիքներին, ծնելիությունը խթանող վարկային արտոնություններ, այսինքն եթե երեխա է ծնվում 3-րդ, 4-րդ, 5-րդ, այդ դեպքում նրա վարկի տոկոսը որոշակիորեն պետք է սուբսիդավորել, այսինքն որոշակի խրախուսման մեթոդներ պետք է կիրառել, որպեսզի մենք ունենանք երիտասարդների ընտանիքների խրախուսում։ Այո, դա հնարավոր է եւ Տիկին Բաթուան երբ որ նշեց, որ դա հնարավոր չէ 1, 2, 3, նույնիսկ 5 տարում, այո, հնարավոր չէ այդ ծրագրերն իրական, բայց սկսել գոնե հնարավոր է։ Եվ պետք էր որ սկսվեր, որպեսզի հանրությունը հասկանար, որ այո, պետությունը, իշխանությունը մտածում է երիտասարդ ընտանիքների մասին։ Գիտեք, առարկայական չլինի, եւ մենք քաղաքացիներին ասում ենք, այդ սկսել ենք մտածելու մասին, այդ սկսել ենք մտածելու մասին, ես որպեսզի գնա, այդպես է թվականին ենք սկսել։ Սկսել եք մտածել, սկսել եք ռազմավարություն միգուցե գրել, սկսել եք միգուցե հայեցակարգը մշակելու մասին մտածել։ Ես հիմա այդ սկսելու մասին ակադեմիական քաղաքի օրինակը բերեմ։ Հայեցակարգը ընդունեցին եւ բուհերը փակվեցին հիմնավորումով, որ ակադեմիական քաղաքը 30 թվականին պատրաստ է լինելու ոչինչ, որ մարզի ուսանողը, մարզի երիտասարդը մարզում չսովորի, ինքը կգա ակադեմիական քաղաքում։ Եվ պարզվեց, որ ակադեմիական քաղաքի հայեցակարգը փոխվել է եւ հրանդամենը 30 թվականին կսկսվեն աշխատանքները, իսկ Տիկին աշխատանքներ, որտեղ նախարարը աշխատանքի սոցիալական հարցերի ակադեմիական քաղաքի բուն աշխատանքները 30 բնակարանների հետ կապված
Ջրերի փակում արդեն 3 տարվա մեջ։ Այցեր է իրականացնում, նշելով, որ այդ սոցիալական բնակարաններն են կառուցում, որոշ շենքեր նաև համայնքների ենթակայությամբ կամ նաև պետական, դրանք վերակառուցվում, վերափոխվում են, որովհետև մենք ունենք նաև, հա, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրը, որը ավելի ակնհայտ դարձրեց հենց մեր սոցիալական բնակֆոնդի խնդիրը։ Եվ այստեղ մենք ունենք եւ երկարաժամկետ ծրագրեր, որոնք, ինչպես նշեցի, վերաբերում են ռազմավարությանը, քաղաքականություններին, եւ կարճաժամկետ, որովհետեւ այս պահին եւս մենք ունենք հստակ քաղաքացիների խումբ, որոնք ամեն դեպքում բյուջեն հաստատվել է 25 թվականին, 26 թվականի համար նման ծրագրային տող ես չեմ տեսել։ Դուք միջոցառում հավանաբար տեսած կլինեք։ Ես ասում եմ, բյուջեն հաստատվել է եւ նման ծրագրային տող չեմ տեսել։ Ինչպիսի ծրագրային տող։ Սոցիալական բնակարանաշինությանը միտված որևէ ծրագրային տող, դուք կարող եք տեսնել օրինակ արցախցիների համար բնակարանային։ Ես ասում եմ, ես նման տող չեմ տեսել, այնպես որ ասել, որ մտածում ենք, դա դեռ շատ քիչ է։ Դուք 5 տարի առաջ, երբ որ 7 տարի առաջ իշխանության եկաք, դուք շատ բան ասեցիք, բայց իշխանությունից հետո ուղիղ հակառակն արեցիք։ Այնպես որ խոստումներ տալ, քվե ստանալ ու դրանից հետո կանգնել ասել, դե իրավիճակը փոխվել է, մեր խոստումները չեն կարող կատարել, մեր մոտեցումները փոխվել են, դրանք COVID-ը, պատերազմը, տեղահանումը, հա, Լեռնային Ղարաբաղից, դա ուղղակի այսինքն կանգնել ասել իրավիճակ է։ Տիկին Գյուլիան, ամեն դեպքում ձեր բառերն են մեջ վերել։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ձեր իշխանության ոչ թե ձեր հենց անմիջապես։ Ես հասկանում եմ, ձեր իշխանության բառերն են փոխանցում։ Դրանք մեծ ահռելի մարտահրավերներ էին, որոնք կարծում եմ, որ մեր կառավարությունը պատվով անցել ու հաղթահարել է։ 9000-ից ավել COVID-ի ժամանակ, երբ վարչապետը հայտարարում էր, որ COVID-ն ինչ է, մենք պինցենտով կհանենք։ Որքան էլ այստեղ անհամաձայնություններ տեսնում եմ, բայց նաև տեսնում եմ մի բանում համաձայն եք, որ ամեն դեպքում սոցիալական բնակարանային ֆոնդ պետք է ունենալ եւ դա պետք է լինի բոլորի ծրագրերում։ Ես ճիշտ հասկացա ձեզ։ Շնորհակալություն, մենք լսենք արդեն քաղաքացիների մեկ այլ հարց։ Հասարակության մեջ ընդգրկելու ոչ միայն աշխատաշուկայում, այլև ընդհանրապես շփման ոլորտում, նրանք հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ավելի շատ հնարավորություններ պետք ավելի ընդգրկուն հասարակությունը։ Թոշակս կտրել են, աղբեջան մարզով ապրում եմ, չեմ հասցնում դաժե կոմունալներ տամ, ոտս 7 սանցի կարճա, մյուս ոտից։ Ինչ են ասում։ Ասում եմ, դի երկարանա ոտից, մի տամ։ Դի սպասես, միջև ոտից երկարանա 7 սանցի, որ քեզ սմա տան։ Հա, պետք չի հենվել այդ նպաստների վրա, այդքան, որովհետև մոտիվացիան թույլացնում է ու պետք է հաշմանդամություն ունեցող մարդիկ նույնպես սովորեն, իրենց մասնագիտություն ունենան, աշխատեն, որ կարողանան ապրեն։ Մենք տարբեր հարցեր լսեցինք այստեղ, բայց հատկապես ներառականության եւ այդ սոցիալական նպաստների վրա չհիմնվելու հարցներ առաջ քաշվում։ Ինչպիսի ծրագրեր պետք է իրականացվեն այդ ներառականությունը եւ ռեալ ինտեգրումը իրականացնելու համար։ Կարծես թե դա առաջնահերթություններից մեկն է։ Այո, եւ այստեղ քանի որ խոսքը նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց մասին է, պետական քաղաքականությունը ներառման ուղղված մի քանի ոլորտներում է իրականացվում։ Կրթության ոլորտում մենք հանրակրթությունում դեռևս վաղուց այս համակարգը ունենք ներդրված, բայց այն զարգանում է եւ ներդրվել է արդեն նաեւ նախադպրոցական կրթության ոլորտում, ինչպես նաեւ բուհական կրթության, որտեղ բարձրագույն կրթության մասին օրենքում եւս փոփոխություններ իրականացվեցին եւ իմ առաջարկների հիման վրա այնտեղ էլ նաեւ կստեղծվեն մարմիններ, պատասխանատուներ, որոնք կաշխատեն հենց տարբեր կարիքներ ունեցող ուսանողների հետ։ Բացի այդ, որոշակի ծառայություններ են ավելացել, մասնավորապես օրինակ անձնական օգնականի ծառայությունը, որը շատ կարևոր է անկախ կյանքի համար, անկախ կյանքի կենտրոնն է կառուցվում եւ այլն, բայց մենք այստեղ շատ ավելի դանդաղ ենք արդյունքներ տեսնում եւ առաջ գնում, քան անձամբ ես կցանկանայի։ Մենք մատչելիության հետ կապված շատ լուրջ խնդրեմ ունենք եւ միայն Երևանում դեռևս տրանսպորտային միջոցները, իհարկե մետրոյի մասին չեմ խոսում, բացառությամբ մետրոյի մատչելի են։ Այսինքն մենք առաջին անգամ Հայաստանում ունենք մատչելի քաղաքային տրանսպորտ, ինչը էականորեն փոխում է մարդու կյանքը, բայց դա բավարար չէ իհարկե։
Օրինակ նույն իմ օրենսդրական նախաձեռնություններից մեկը ուղղված էր նրան, որ ներհամայնքային տրանսպորտային միջոցների գործարկման համար մրցույթին դիմող կազմակերպությունը պետք է ապահովի 100% մատչելիություն։ Այնինչ նախկինում դա սահմանված էր մինչև 10%։ Բայց այստեղ էլ մենք ընդհանուր մրցույթների հետ կապված խնդիրներ ունենք, այսինքն մարզերում մրցույթները չեն կայանում։ Եվ երբ կա այդ գլոբալ խնդիրը, բնականաբար հաշմանդամություն ունեցող անձինք ավելի շատ են տուժում։ Եվ մատչելիության խնդիրը ես կարծում եմ Հայաստանում ամենալուրջ խնդիրներից է։ Մյուսը, որը էլի փոխկապակց, ինչու մատչելիության, որովհետև դա ամբողջությամբ ապահովում է անձի մյուս իրավունքները։ Եթե մատչելի միջավայրը չկա, մարդը չի կարող տանից դուրս գալ, տեղաշարժվել, կրթություն ստանալ եւ աշխատանք։ Եվ ամենամեծ մեծ խնդիրը ես համարում եմ զբաղվածությունը եւ այստեղ եւս մենք լուրջ քայլեր ձեռնարկելու կարիք ունենք, այստեղ եւս դանդաղ ենք մենք առաջ ընթանում։ Ինչ ծրագրեր պետք է իրականացվեն տիկին այո, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ մեկ հասարակության լիարժեք անդամներ են եւ նրանք իրավունք ունեն ունենալու այն բոլոր հնարավորությունները ներառականությունը ապահովելու։ Այո, պետք է վերանայվեն նախ ես գտնում եմ, որ անձի ֆունկցիոնալության գնահատման այդ չափորոշիչներն ու չափանիշները պետք է վերանայվեն եւ եթե խոսքը գնում էր այստեղ որոշակի պարագաներում, որոշակի դեպքերում, հանգամանքներում երկարաժամկետությունը այդ ֆունկցիոնալության գնահատման, այո, պետք է այդպես լինի, ոչ թե ամեն տարի նրանք գնան, ապացուցեն, որ իրենք այդ խնդիրը ունեն։ Այս մեկ, որ պետք է այո վերանայվեն այդ գնահատման չափանիշները, քաղաքաշինական նորմերի վերանայում է պետք եւ դրանց հստակ վերահսկում, որ նրանք իրականացվեն։ Խոսում ենք միջքաղաքային տրանսպորտի ոչ միայն Երևանում, այլ նաեւ մարզերում այդ տրանսպորտի արկայության մասին եւ քանի դեռ այո այդ մրցույթները չեն կայանում, որովհետեւ մենք չունենք տեղերում նման հնարավորությունները ապահովող ընկերություններ, ուրեմն պետք է պետությունը իր վրա վերցնի, ստեղծի մի ընկերություն, որը մարզերում այդ խնդիրը կլուծի։ Պարտադիր չէ, որ դրանք մրցույթով լինեն, պետք է պետությունը ինքը իր վրա վերցնի այդ պարտականությունը, ունենա այդ հնարավորությունը յուրաքանչյուր քաղաքում յուրաքանչյուր միջքաղաքային տրանսպորտի մեջ ապահովելու այն մեկը, այն երկուս տրանսպորտի միջոցը, որը կօգնի նման խնդիրները լուծելու։ Հիմա մենք պետք է եզրափակենք։ Մենք ասում ենք Հայաստանը նաև սոցիալական պետություն է, հա, այդ սոցիալական ասելով մենք ինչ պիտի առաջնահերթություն, 1-2 բան, որ դուք առաջնային եք համարում եւ ինչ հիշի հեռուստադիտողը ձեր խոսքերից։ Ես կարծում եմ առաջին հերթին մենք պիտի խոսենք նրա մասին, որ կառավարությունը, պետությունը պետք է հնարավորություններ ստեղծի, պետք է աջակցի քաղաքացուն, որպեսզի ինքը կարողանա ինքնուրույն իր լիարժեք եւ արժանապատիվ կյանքը վարել։ Եթե մի քաղաքացու դեպքում դա ավելի քիչ աջակցություն է, մյուսի դեպքում գուցե ավելի շատ աջակցություն է հնարավոր եւ այլն, բայց սրանք պետք է լինեն այնպիսի տեսակներ աջակցության, որը ոչ թե կախվածության մեջ պահի պետությունից, կառավարությունից, այլ հակառակը օգնի քաղաքացուն ինքնուրույն եւ անկախ կյանք վարելու։ Հետևաբար մեր բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն մարդու կարողությունների զարգացմանը եւ միջավայրի բարելավմանը։ Դուք ինչպես եք պատկերացնում, նորից եզրափակենք։ Նախ պետք է որ մենք երկրում չունենանք աշխատող աղքատներ։ Սա մեկ, սա պարտադիր պահանջ է։ Մենք այո պետք է իրականացնենք սոցիալական բնակարանաշինություն։ Մենք պետք է երիտասարդ ընտանիքներին խրախուսող բավականին լուրջ քաղաքականություն իրականացնենք։ Պետք է ապահովենք երիտասարդների համար անվճար կրթություն բարձրագույն եւ անվճար բուժօգնություն բոլորին եւ ներդրումային հստակ ճշգրիտ քաղաքականություն, որի արդյունքում մենք կունենանք ներդրումների արդյունքում աշխատատեղերի թվի կտրուկ աճ եւ որի արդյունքում նաեւ կլուծվեն մյուս խնդիրները։ Շնորհակալություն Տիկին Գյուրեղյան, շնորհակալություն Տիկին Բաթոյան։ Ես հիշեցնեմ իմ զրուցակիցներն էին ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ներկայացնող Զարուհի Բաթոյանը եւ Հայաստան Դաշինքը ներկայացնող Արմենուհի Գյուրեղյանը։